ինտեգրացիան ծրագրի վերաբերյալ բողոքն էին արտահայտել այնտեղ մասնավորապես Ղարաբաղի հայեր ձևակերպման վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ն ինչ դիրքորոշում ունի, արդյոք հնարավոր է վերանայվի այս փաստաթուղթը, խմբագրի այդ հատվածը կամ չեղարկվի։ Մենք հանդես ենք եկել այս խնդրի վերաբերյալ հայտարարությամբ, եթե չեմ սխալվում, եւ երեք նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետը ձեր գործընկերների հարցերին պատասխանով անդրադարձել է հարցին։ Փաստաթուղթը ընդունված է, որևէ վերանայման կարիք չենք տեսնում եւ ըստ էության արտահայտում է նորակարգը, որը ունենք մենք Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության մեջ, իսկ Եվրամիության մեր գործընկերները նաեւ բավականին մեծ էական աջակցություն են ցուցաբերում հենց ձեր նշած ուղղությամբ։ Պարոն Կոստանյան, մենք մշտապես տեսնում ենք, որ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, կոնկրետ նախարարի դիրքորոշումը հիմնականում այսպես կտրուկ կարող է տարբերվի Նիկոլ Փաշինյանի ու իշխանական մյուս ներկայացուցիչների խոսքից, մասնավորապես երբ որ մենք տեսնում ենք օրինակ Նիկոլ Փաշինյանը, մյուսները ինչքան վստահեցնում են խաղաղությունը վերջնական երաշխիք է, ամեն դեպքում Արադ Միրզոյանը թերևս ավելի անկեղծ է գտնվում ու ասում է, որ եթե անգամ այս պայմանագիրը վերջնական ստորագրվի, ամեն դեպքում սա երաշխիք չէ, որ այդ խաղաղությունը վերջնական կհաստատվի։ Հիմա ում հավատանք։ Ես չեմ կարծում, որ դուք ճիշտ եք ցիտում, անհնար է որևէ դիրքորոշման տարբերություն Հայաստանի Հանրապետության ներողություն կոնտեքստից կտրում եք ընդհանրում, անհնար է որևէ տարբերություն Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ արտաքին գործերի նախարարության դիրքորոշումների միջև, որովհետև արտաքին գործերի նախարարությունը ըստ էության իմպլեմենտացնում է քաղաքականությունը, որը որոշում է կառավարությունը եւ մասնավորապես կառավարության ղեկավարը։ Պատասխանեցի ձեր հարցին։ Ավելի վաղ հիշում ենք, որ պարոն Միրզոյանը նաեւ ասում էր, պատասխանեցի ձեր հարցին։ Պահանջներ է ներկայացնում։ Կարծում եմ սպառեցի հարցը։ Պարոն Կոստանյան, Հայաստանի հետ խաղաղության ձգտող գնացող Ադրբեջանը ինչու է նման հայտարարություն անում Հայաստանի եւ ԵՄ-ի ռազմավարական գործընկերության այս փաստաթղթի համար։ Սա արդյոք նշանակում է, որ Ադրբեջանը ճշմարիտ է իր օրակարգում խաղաղության։ Վստահաբար օգոստոսի 8-ը շատ կարևոր հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, բայց դեռևս մնում են հարցեր, որոնք հետագա հասցեագրման եւ քննարկումների կարիք ունեն եւ այս ուղղությամբ տարբեր գործընկերներ, թե արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հետ, թե այլ խաղաղակներով քննարկումներ ընթանում են։ Եվ Բայրամովի հայտարարությունը 3+3 ձևաչափով մասնակցելու վերաբերյալ ԱԳՆ-ից արձագանքել էին, որ քննարկումները գնում են, եւ Բայրամովը նաեւ նշել էր, որ չի տեսնում խնդիր Հայաստանը, որ մերժի այդ առաջարկը։ Կա որոշում, թե դեռ քննարկում գնում է այս հարցը։ Այդ կապակցությամբ, եթե չեմ սխալվում, 2 օր առաջ ենք հայտարարությամբ հանդես եկել, որ նախորդ նիստին 3+3-ի նախարարական որոշում է կայացվել, որ Հայաստանում կամ Ադրբեջանում պիտի տեղի ունենա հաջորդ հանդիպումը, այս պահի դրությամբ վերջնական որոշում ձևաչափում, թե կհյուրընկալի ձևաչափի նախարարական հանդիպումը Երևան թե Բաքուն, վերջնական որոշում այս պահի դրությամբ չկա։ Այնուամենայնիվ, բնականաբար այս հարցի վերաբերյալ քննարկումներ ընթանում են մասնավորապես արտգործնախարարների տարբեր հանդիպումների ընթացքում։ Պարոն Կոստանյան, մենք վերջերս այսպես հայտարարություն ստացանք, որ ԵՄ-ն Թրամփի ուղղում հայ մասնակցության ձևաչափը քննարկում է ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այնինչ ծրագիրը Հայաստանի տարածքով է իրականացվում, այն որտեղ է այդտեղ երևում Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանի Հանրապետության վերաբերվող բոլոր գործընթացները բնականաբար նախ եւ առաջ քննարկում են մեզ հետ, այդ թվում նաեւ Թրամփի ուղու հետ կապված։ Ամեն ԵՄ-ն քննարկել է նման դիմում ներկայացնել, որ Հայաստանի Ինչի նկատի ունեք դիմում ասելը։ Դա ինչպես է դա երևում, ոնց է քննարկել, օրինակ ԵՄ-ն ասում եք մեզ հետ քննարկում, ինչպես է դա երևում։ Դուք հետևում եք ինչքան ինտենսիվ են Հայաստանի եւ Եվրամիության շփումները, հանդիպումները։ Ես ցույց եմ ԵՄ-ից եղած հայտարարությունը, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի Ավելի կոնկրետ ցիտեք, խնդրում եմ, որտեղ ես վստահեցնում եմ, որ մենք ունենք քննարկումներ Եվրամիության գործընկերների հետ, տարածաշրջանային ենթակառուցվածքների այս պահի դրությամբ մենք Հայաստանը շահագրգռված է Եվրամիության
ներգրավմամբ ընդհանուր ապաշրջանփակման գործընթացներում, ինչ վերաբերում է կոնկրետ Տրամփի ուղուն, ապա նախ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պիտի ձևակերպեն եւ թղթին հանձնեն շրջանակը մեր համագործակցության, որից հետո հնարավոր կլինի նաեւ քննարկել երրորդ կողմերի մասնակցության հնարավոր ձևաչափը։ Պարոն Կոստանյան, Ադրբեջանից պատվիրակություն առաջիկան ժամանելու է քննարկելու Թրամփի հետ կապված հարցերը եւ այն ընկերությունը, որը պետք է այդ կոնսենսուսը կայացնի այս ընթացքում քննարկումները ինչ որ այն դեպքում կա հստակ արդեն որոշված ճանապարհային։ Մենք բավականին ինտենսիվ քննարկումների մեջ ենք Միացյալ Նահանգների գործընկերների հետ ընդհանուր շրջանակը ձևակերպելու համար։ Պրակտիկորեն ամենօրեն այս քննարկումները ընթանում։ Հուսով եմ, որ շատ մոտ ապագայում կավարտենք այդ շրջանակի շուրջ բանակցությունները եւ հանրությունը արդեն կտեղեկացվի պատշաճամկետներում բոլոր մանրամասների մասին առաջին փուլի հետ կապված։ Երկրորդ հարցը մի հարց էլ տվեցիք։ Թրիփի հետ կապված այն ընկերությունը, որը դրան պատասխանեցի, Ադրբեջանի հետ կապված։ Ինչպես նշեցի, այս պահին, եթե խոսքը գնում է Թրամփի ուղու մասին, ապա առաջնային մեր քննարկումները տեղի ունենանում ամերիկյան կողմի հետ, իսկ ադրբեջանական կողմի հետ ընդհանուր կարծիքների փոխանակություն ապաշրջափակման վերաբերյալ տեղի ունենում։ Եվ նավթամթերքը, որ պետք է գա Հայաստան, այժմ արդյոք Վրաստանի տարածքում է, ինչքան է հաշվելու տարանցման գինը Վրաստանը, որովհետև Պապոյանի մեկ անգամ ունյա էր այդ տարանցի գումարի, այսպես չեղարկել է ժեստը, եւ որ ընկերությունն է ներմուծելու, ինչ ասեք սրա վերաբերյալ։ Տեղեկություն չունեմ, թե որ ընկերությունն է ներմուծելու, ինչպես գիտեք, առաջին փոխադրումը Հայաստան-վրացական կողմը բարեկամական ժեստ է արել եւ անվճար կիրականացնի, իսկ եթե հետագայում նույնպես շարունակվեն նման փոխադրումները, ապա թե վրացական կողմի հետ, թե ալտերնատիվ այլ ուղիների վերաբերյալ քննարկումներ կլինեն, դրանց մասին կլինեն պատշաճ հաղորդումներ։ Միայն Վրաստանից Նշեցի արդեն։ այլ տարածքից զգալիությունը Արդյոք թիպի բացման եւ կյանքի կոչմանը զուգահեռ հնարավորությունները կշատանան Հայաստան վերադարձ հայ գերիների։ Անկախ Թրամփի ուղու ծրագրից ռազմագերիներ եւ այլ պահովող անձանց վերադարձի խնդիրը մշտապես մեր օրակարգում է գտնվում եւ քննարկումներ են ընթանում ադրբեջանական կողմի հետ երկկողմ, վստահաբար նաեւ մենք այս հարցը բարձրացնում ենք մեր միջազգային այլ շփումների ընթացքում։ Կոստանյան գերիներ Բազմիցս։ Պարոն Կոստանյան, վերջերս գերիների հետ կապված այսպես գործընկերություն շարունակություն, իշխանական պատգամավորներից մեկը այսպեսի հայտարարություն արեց, թե իբրև Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռ է ուղարկել, որ Արցախի ռազմաքաղաքական գերիները վերադառնան, երբ է նման բան եղել, որ հանրությունը չի իմացել։ Ու արդյոք նման հայտարարությունները այսպես մեղադրում էր գերիներին, ասում էր ով է խնդրում գնան հասնել։ Անմիջազգային հարթակներում բանակցությունում սա արդյոք վնաս չէ այդ գործընթացը։ Մենք կենտրոնացած ենք, որպեսզի մեր 23 հայրենակիցները բոլորը վերադառնան Հայաստան։ Ուղղաթիռ եղել է թե՞ Մանրամասներին չեմ կարող պատասխանել։